Նինոց-Մինդայում խմելու ջրի նոր ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, քաղաքի և շրջանի մեծ մասում ենթակառուցվածքներն արդեն պատրաստ են, իսկ ներկայում իրականացվում են ջրաչափերի և ջրաչափական հորերի տեղադրման աշխատանքները, մնացել են միայն մի քանի բնակավայրեր, որտեղ աշխատանքները շարունակվում են։ Փակտի ուրատը քսելի սամուշաոեբի Նինոց-Մինդաշի մորչենիլիա դարչենիլի არის սոփելի դիդի խանչալի դա կատնատու դա նորաշենից მიმდებარე տերիտորիա։ Նինոց-Մինդայում ցանցի կառուցման աշխատանքները հիմնականում ավարտված են, մնացել են միայն մեծ խանչալի և կատնատու գյուղերը, ինչպես նաև նորաշենի հարակից տարածքը։ Նինոց-Մինդայի մնացած հատվածներով ցանցն արդեն կառուցված է և այժմ ընթանում են ջրաչափերի ու ջրաչափական հորերի տեղադրման աշխատանքները, սակայն ցանկանում եմ նշել, որ Խոջապեկի տարածքում բաժանորդների ջրաչափավորման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Այս փուլում Խոջապեկում նոր ցանցը լվացվել և քլորացվել է և սկսվել է ջրի մատակարարումը, մի քանի ընտանիք արդեն միացել են նոր ցանցին։ Ջուրը փուլ առ փուլ կմատակարարվի նոր ցանցով և միացումները նույնպես փուլային եղանակով կկատարվեն ըստ տեղանքների։ Սկզբում կսկսենք Խոջապեկի, ապա աստիճանաբար ջրի մատակարարումը կսկսվի մյուս բնակավայրերում։ Միակ հարցը, որի շուրջ բանակավորապես կանգ են առել, բազմաբնակարան շենքերում և բազմաջրաչափ բնակարաններում ջրաչափերի տեղադրման խնդիրն է, սակայն այդ հարցն արդեն լուծվել է։ Շենքերի մոտ կկառուցվեն բետոնե հորեր, որտեղ կտեղադրվեն համապատասխան ջրաչափերը։ Այդ բետոնե հորերը կունենան ջերմամեկուսացում, որպեսզի ձմռանը ջրաչափերը չսառչեն։ Այս աշխատանքները կսկսվեն մոտավորապես 1 շաբաթից 10 օրվա ընթացքում։ Սեպտեմբերին բնակիչներն արդեն կունենան նոր ջրաչափեր, նոր ջրամատակարարման ցանց, նորմալ ճնշմամբ և խմելու համար պիտանի ջուր։ Նպատակը այն է, որ արդեն այս աշնանն ու ձմռանը բնակչությունը օգտվի նոր ցանցով մատակարարվող մաքուր ջրից։ Սեպտեմբերից թվեշի უკვე მთლიანად მოსახლეობაში წყალი ჩავრთოთ და აღნიშნულ მოსახლეობამ დააერთოს და უკვე ამ ზამთრისთვის შემოდგომისთვის გქონდეთ ახალი ქსელით სუფთა წნევიანი წყალი։ Ծրագրի շրջանակում Խոջապեկ գյուղում արդեն ավարտվել են ջրաչափավորման աշխատանքները, նոր ջրադարձ ցանցը լվացվել և քլորացվել է, ինչից հետո սկսվել է ջրի մատակարարումը։ Մի շարք ընտանիքներ արդեն միացել են նոր համակարգին։ Պատասխանատուների խոսքով ջուրը փուլ առ փուլ կմատակարարվի նոր ցանցով և առաջիկայում կմիացվեն նաև մյուս բնակավայրերը։ Թազա ջուրը բերել են, ճիշտ է, բերել դռները հասուցել են, շոճիկները դարել են, բայց հələ չենք օգտվի մենք այդ ջրեն, մեր հին ջուրն է, շատ գոյ է որ այդ ջուրը գուքա, 24 ժամյա ջրի հույս ունենք ու խլորացված լավ ջրի հույս ունենք, որ մենք այդ ջրենը ինչ որ հիվանդություններ առաջ չկա մեր մեջ։ Շատ լավ է որ մենք 24 ժամ ջուր ունենանք, ճիշտ է գյուղին կեսը քաշել են, կեսը չեն քաշել, ճոճիկները դարել են, բայց միացել չեն։ Ներկայիս ես էլի հələ գոյ եմ այդ ջրեն, որ հին ջուրը գուքա նորմալ, առաջվա պես չեմ տանջվի ջուր գերելու համար, այսօրեն ենորեն, բայց հələ որ թազա ջուրն էլի հույս ունիմ որ ավելի լավ կլի, ավելի հաջող կլի ու էլ չենք խոսի այդ ջրի մասին։ Շատ գոյ եմ հələ ներկայիս այս ջրին հիմնարկեն, որ ընդառաջենք մարդկանց որ ջուրը միշտ լենա մարդիկ առանց ջրի չմնան։ Ջուրն է ամեն ինչին ուղը, մանավանդ որ գարուն կլի, պետք է ջուրը ամեն ինչուն համար։ Տնային պայմաններում, թե դուսը, թե անասուններում, թե մարդկանց համար ամեն ինչում մեջ ջուրը բարդադիր պետք է որ լենա։ Կա այդ մանանդանիկ որ առանց ջրի ինչ որ մի օր յոլա իր հնարավոր չէ։ Առանց ջրի հեչ մեկը յոլա չի իր։ Ծրագրի պատասխանատուները վստահեցնում են, որ առաջիկա շաբաթներին կսկսվեն նաև մնացած աշխատանքները, իսկ արդեն սեպտեմբերից բնակիչները կստանան նոր ցանցով խմելու համար պիտանի և բավարար ճնշմամբ ջուր։ Ակնկալվում է, որ աշնանն ու ձմռանը Նինոց-Մինդայի բնակիչները լիարժեք կօգտվեն նոր ու արդիականացված ջրամատակարարման համակարգից։